պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել, պտտվիր, ես քո երգը վաղուց եմ լսել։ Նինա ջան, ձեր հետազոտության արդյունքները գերազանց են, այնպես որ ձեզ մոտ ամեն ինչ մաքուր է, ձեր օրգանիզմը պատրաստ է մայրանալու։ Իրոք։ Այո, եւ ասեմ ավելին, ես ձեր ամուսնուն բուժող բժշկի հետ խոսեցի, այնպես որ ձեր ամուսնու մոտ էլ է ամեն ինչ կարգին։ Արամ Մեսրոպյան, 35 տարեկան, գինեկոլոգ է, ամուսնացած չէ։ Վայ, չեք պատկերացնի, ինչ ուրախ եմ, ինչ լավ է։ Բժիշկ չեք պատկերացնի, թե ես ոնց եմ ուզում մայրանալ, ես ուզում եմ բալիկ ունենալ, ուզում եմ խնամեմ նրան, հոգ տանեմ նրա մասին, կերակրել, հագցնել ու դե… Նինա Խաչատրյան, 29 տարեկան, անգլերեն լեզվի մասնագետ է, ամուսնացած է։ Հասկանում եմ, Նինա ջան, հասկանում եմ ու ես համոզված եմ, որ շատ շուտով դա ձեզ մոտ տեղի կունենա։ Վայ, բժիշկ ջան, դուք աշխարհի ամենալավ բժիշկն եք, լուրջ եմ ասում, ձեզնից լավ բժիշկ չկա։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, Նինա ջան։ Ես ուզում եմ, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ լինի։ Հիմա կարող եք գնալ, եթե հանկարծ ինչ-որ հարցեր կամ գանգատներ լինի, ինձ անպայման տեղեկ վահեք։ Հա, իհարկե, ես ձեզ հետ միշտ կապի մեջ կլինեմ։ Լավ, Նինա ջան, դե գնացեք, Աստված ձեզ հետ նայեք, հա, ինձ հուսախաբ չանեք։ Ինչ եք ասում, ինձ թվում է ամեն ինչ լավ կլինի։ Դե լավ, շատ շնորհակալ եմ։ Ցտեսություն։ Ցտեսություն, Նինա ջան, ցտեսություն։ Ոնց ես զգում։ Շատ լավ։ Ոչ սրտխառնոց ունեմ, ոչ թուլություն ունեմ, ոչ գլխապտույտ ունեմ։ Էլ չեմ դիմանում, ուզում եմ փոքրիկ ունենալ։ Ես էլ Նինա, ես էլ եմ շատ ուզում։ Արթուր Գասպարյան, 33 տարեկան, Նինայի ամուսինն է, աշխատում է շինարարական ընկերությունում։ Ախր հասկանում ես, մեր ընկերները բոլորը արդեն 2 երեխա ունեն։ Նրանք ապրում են իրանց հոգսերով, իրանց երեխաների հոգսերով։ Իսկ մենք… Լավ, Նինա ջան, ամեն ինչ լավ կլինի։ Ինչ ամեն ինչ լավ կլինի։ Արդեն 8 տարի է մենք չենք կարողանում երեխա ունենանք։ Հասկանում եմ, Նինա, բայց ես զույգեր գիտեմ, որ 10-12 տարի ամուսնացած են եղել ու երեխա չեն ունեցել։ Դե մենք էլ ենք այդ հույսով ապրում։ Լսի ինձ կտանես Էլլայտում, ես ուզում եմ այսօր իր հետ անցկացնեմ։ Կտանեմ, ինչի համար չեմ տանի, Նինա ջան, հիմա տանեմ։ Չէ, մի քիչ կարգի բերեմ ինձ պատրաստվում ու գնամ, կասեմ կտանես, հա։ Եղավ ցավը տանեմ։ Չէ, այսօր խմելու եմ, ինչ ուզում ա լինի, խմելու եմ։ Նին, 1-2 բաժակից ոչ մի բան չի լինի։ Արխային խմի, հա։ Էլլա Վարդանյան, 29 տարեկան, Արթուրի մորաքրոջ աղջիկն է եւ Նինայի ընկերուհին։ Աշխատում է սրճարանում որպես մենեջեր։ Նին, բանը, քո Արթուրի հարաբերությունները նորմալ են։ Հա, շատ։ Արթուրը ինչպես միշտ հոգատար ու սիրալիր ամուսին է։ Իսկ ինչ ես հարցնում։ Ուղղակի։ Սիրելա, դու ինձ ուղղակի դեռ մինչև հիմա ոչինչ չես հարցրել։ Ինչ ա եղել։ Այ վերջացրու, Նին, ուղղակի հետաքրքիր էր։ Իսկ դու գիտես,
Արտակը ինձ ինչ է նվիրել։ Ինչ է նվիրել։ Շատ գեղեցիկ վզնոց։ Դե բեր տեսնեմ, չես նստել, բեր։ Չէ, նին թող մնա հետո կբարձրանանք ննջասենյակ ցույց կտամ։ Բայց դες դու ամենակարևորը չգիտես։ Էլի բան կա։ Ինչ։ Դե ասա։ Կռայի, ինքդ կռայի։ Դե ասա, ինչ։ Ամուսնության առաջ էր կարել։ Շատ լավ, շատ ուրախ եմ քո համար։ Իսկ ինչ որ օր բան որոշել եք, երբ այդ հարսանիքը լինելու, քեֆ ենք անելու։ Դեռ չենք որոշել, ծնողները Փարիզից կգան, նոր կորոշենք։ Լսի, ես իրոք սրտանց ուրախ եմ քեզ համար, ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Գիտեմ, ուզում եմ, որ դու էլ միշտ երջանիկ ու ուրախ լինես, ու երբեք չտխրես։ Էլ ինձ մենակ մի բան է փակասում երջանիկ լինելու համար։ Որ ես երեխա ունենամ, ամեն ինչի այսքան չկլինի։ Ինք ունենաս, ամեն ինչ լավ է լինելու, կտեսնես։ Իսկ ինչ լավ գինի է։ Շատ լավն է, ես որտեղից։ Ղարաբաղից, Արտակի սորքուրն ուղարկել ինձ համար։ Շատ համեղա, ոնց որ արդեն իմ վրա ազդում է։ Իսկ ես ոնց որ թե արդեն նկատում եմ, որ որտեղ այտերդ կարմրել են։ Իսկ ես չէ, ամեն օր մի բաժակ խմում եմ։ Բա հորքուրն ա բերել։ Հա։ Լավ ասարնին։ Դե լավա։ Դե կխոսենք։ Սարով ինձ ասպեցի, որ ոչ մի բան չասեմ Նինային։ Բայց դե ուշտե շատ ճշմարտություն կիմանա։ Նինա։ Նինա։ Ողջույն։ Բարև կյանք։ Ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Լավ։ Կյանքս, քեզ պիտի խնդրեմ, որ իրերես հավաքես, ես վաղը մեկնում եմ գործուղման։ Ուր ես մեկնում։ Շրջաններ։ Քանի օրով։ Դե երևի 2 շաբաթ։ Ես քեզ կկարոտեմ։ Ես էլ քեզ կկարոտեմ, բայց ոչինչ մի ներվի, մենք հարավսով խոսանք իրար հետ, հա։ Լավ։ Ուտելու բան սարքել ես։ Չէ, 2 րոպե ընդամենը ու պատրաստ կլինի, համը ես էլ հատ չեմ կերել, միասին կճաշենք։ Լավ, դե գնամ պարկեմ մի քիչ հանգստանամ, հենց պատրաստ լինի կանչի, լավ։ Լավ։ Ես էլ գնամ խոհանոց այդ պետք է։ Լավ։ Հայլա ջան, բարև։ Ոնց ես քուրս։ Բարև, լավ եմ դու։ Ես էլ եմ լավ։ Բա, այս ինչի Նինան չպատասխանեց։ Նինան սենյակում իրերս է հավաքում։ Եթե կարևոր բան ունես, կարող եմ հեռախոսը փոխանցել իրան։ Չէ, նորմալ է, ես հետո կզանգեմ։ Արդ, էլի մեկնում ես։ Հա, 2 շաբաթով բացակայելու եմ, Էլա ջան։ Դու երբեմն կայցել ես, չէ՞ կնոջս։ Անպայման։ Արտուր, էլի իր մոտ ես, հա գնում։ Դե, հա, էլի։ Արտուր, ինչքան ես մտադիր սենց ապրես, հա։ Երբ ես պատմելու Նինային ճշմարտությունը, հա, երբ։ Էլա, ես անպայման կխոսամ Նինայի հետ։ Ամեն ինչ կբացատրեմ, բայց ոչ հիմա, էլի։ Ախր դու չես հասկանում, որ ինքը այն աղջիկը չի, որ խաբեությամբ կարողանաս պահես։ Ես գիտեմ, ես մի օր չեմ դիմանալու, ինքս եմ ամեն ինչ պատմելու։ Եղավ։ Էլա չեմ հասկանում, քո ինչ գործն է, ինչի համար ես խառնվում։ Ինձ երբ հարմար լինի, այդ ժամանակ էլ կպատմեմ, էլի։ Դու դա արդեն 1000 անգամ ասել ես, Արտուր։ Ալո։
Դու ասա քո ինչ գործն է կամ ինչի համար ես խառնվում քեզ վերաբերող հարցերի։ Ոնց ես։ Ոչինչ։ Իսկ ինչի ոչինչ, ոչ թե լավ։ Դե գիտես, երբ որ Արտուրը տանը չի ու քաղաքում չի, ես տխուր եմ։ Շատ իզուր։ Դու միշտ պիտի լավ լինես։ Գործից գալիս, մի բան դնեմ ուտենք։ Չէ, մերսի, լավ է։ Իսկ ամուսինդ չի ասել երբ է գալու։ Դե ասեց, եթե գործեր չլինեն, 2 շաբաթից ինքը այստեղ կլինի։ Բարդ։ Էլա։ Լսի, ինչ-որ մի տեսակ ես ես վերջերս Արտուրի նկատմամբ։ Քույր ու եղբայր վիճել եք։ Բնավ։ Բա ինչ է եղել։ Լավ Նինա։ Ես էլ չեմ կարող սենց, ես ուզում եմ, որ դու իմանաս, թե շուրջդ ինչ է կատարվում։ Էլ ինչ է եղել։ Նինա, Արտուրը քեզ ստում է։ Ու ինքը ոչ մի գործողումների էլ չի մեկնում։ Այսինքն։ Նին հասկացի դու իր համար միակը չես, ինքը ուրիշ կին էլ ունի։ Ուրիշ կին։ Ու այդ ամենը չի։ Ինքը երեխա էլ ունի ու ասեմ ավելին, որը արդեն 2 տարեկան է։ Ինչ ես խոսում դու իմ այլա։ Նին, ես գիտեմ, որ ճշմարտությունը շատ ցավալի է։ Բայց ես էլ չի կարողանում նայել, թե ոնց Արտուրը քեզ խաբում ու տենց քեզ պահում իր կողքին։ Հասկացի դու շատ լավն ես, դու լավ մարդ ես, դու լավ կին ես, դու գեղեցիկ ես, դու լավին ես արժանի։ Լավ։ Ասա, որ ես ամեն ինչը, ինչ որ դու հիմա ասեցիր ինձ, սուտ է։ Նին, ես էլ կուզեի, որ ես ամեն ինչը չլիներ, հավատա։ Բայց ցավոք սրտի, իրականությունից չես փախչի։ Ինչու ինձ ստեցիր, ես քեզ համար վատկին եմ եղել, ես արժանի չեմ նման վերաբերմունքի, արժանի չեմ, ես 2 տարի գնացել եմ բուժման, որ երեխա ունենամ, որ իմ ընտանիքը կատարյալ լինի, իսկ դու ինչ արեցիր, ինչ։ Կներես ինձ Նինա, չեմ հասկանում, թե լան այդ ամեն ինչի համար է քեզ պատմել։ Ես զզվում եմ քեզանից գնա այստեղից, ես զզվում եմ քեզանից։
Ես չեմ կարողանում քեզ նայել, հասկանում ես, չեմ կարողանում։ Ես իմ կյանքի լավագույն տարիները քեզ եմ նվիրել, իսկ դու ինձ թիկունքից հարվածել ես։ Ինչի ինձ չէիր ասում, հա? Ինչի չէիր ասում, ինչի ես լռել այսքան ժամանակ, ինչի։ Ես չէի ուզում քեզ ցավ պատճառել։ Գնա այստեղից։ Նինա։ Գնա այստեղից ասում եմ։ Նինա, կներես ինձ։ Գնա այստեղից։ Ոչ մի խոսք, ոչ մի բացատրություն ես չեմ ուզում լսել քեզնից, ես զզվում եմ քեզանից։ Հենց հիմա գնա այստեղից։ Այս դեպերն է վերցրու։ Էլ դու պատկերացնում ես Արտուրի ստորության աստիճանը, ուրեմն ամեն իր հետ անկողին մտնելուց առաջ ինքը իմ սուրճի մեջ, հյութի մեջ, ջրի մեջ տեղահապ ա գցել, որ ես խմեմ ու չհղիանամ, ու ինքը գիտի, որ ես երեխա էի ուզում ունենայի։ Նին, դե իրա պարագայում նորմալ էր։ Ինքը արդեն ինչ-որ միտեղ բուն էր դրել։ Ու գիտեր, որ վաղ թե ուշ պիտի լքի քեզ։ Արի մոռանանք այս պատմությունը։ Հեշտ չի ելլա մոռանալը։ Դե այս կյանքում ոչ մի բան էլ հեշտ չի։ Ուղղակի պիտի հավաքես քեզ, չէ՞ որ դու ուժեղ կին ես։ Ու հաղթարես ամեն ինչ, ընդամենը։ Լսի, ինձ մենակ մի երեխա է պետք։ Ես երեխա եմ ուզում։ Հա, այդպես մի նայ, ես երեխա եմ ուզում ունենամ։ Եթե ես երեխա ունենամ, ես ամեն ինչ կմոռանամ ու կսկսեմ ամեն ինչ նոր էջից։ Ես գնում եմ բժշկի մոտ։ Բժշկի մոտ։ Հա, բժշկի մոտ։ Լավ, ես էլ քեզ տեղ կսպասեմ։ Այն ինչ որ դուք պատմեցիք, իրոք սարսափելի է։ Բայց դե ես ձեզ խորհուրդ կտամ չհուսահատվել։ Նինա ջան, կյանքը շարունակվում է, դուք պետք է փորձեք երջանիկ լինել։ Հեշտ եք ասում, բժիշկ, հեշտ եք ասում։ Ես հավատում եմ, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի, այ դուք կամուսնանաք, երեխաներ կունենաք, ամեն ինչ լավ կլինի։ Ես ամուսնանամ, երբեք, լսում եք, երբեք։ Ես մենակ երեխա եմ ուզում ունենալ, մենակ երեխա։ Ինձ ոչ մի բան պետք չի ու ոչ մեկը պետք չի։ Լավ, այդ դեպքում մենք կարող ենք դիմել արհեստական բեղմնավորման միջամտությանը։ Լսեք, բժիշկ, ես ձեզ մի պարկ գումար եմ տվել, որ հիմա դիմեմ արհեստական բեղմնավորման միջամտությանը, հա։ Ներեցեք, բա ինչ եք առաջարկում։ Դե էլ դուք մտածեք։ Բայց եթե ոչ արհեստական, ոչ էլ բա ո՞նց։ Ոնց ուզում եք, ես ուզում եմ հղիանամ, ես ուզում եմ երեխա ունենամ։ Չէ, դուք լրիվ ցնդել եք։ Ձեր այդ անձնակախնդիրները ազդեցություն են թողել ձեզ վրա։ Դուք ավելի լավ է դիմեք հոգեբանին։ Լսեք, ես հոգեբանի կարիք չունեմ։ Ես միայն երեխա եմ ուզում, հասկանում եք, երեխա։ Ու դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա։ Խնդրում գնացեք, հա, ես շատ զբաղված եմ։ Ես կգնամ, իհարկե կգնամ։ Բայց ես էլ ձեզ խնդրում եմ, որ դուք լավ մտածեք։ Աննորմալ կին։ Ես էլ մնում ինձ պակաս, այ մարդ։ Լսի, դու պիտի տեսնեիր այդ բժշկի դեմքը ոնց էր կարմրել էլ։ Նին, բա ոնց չկարմրի։ Ում տենց անհարմար վիճակի մեջ դնես չկարմրի։ Բայց ինչի հենց այդ բժիշկը։ Որովհետև ինքը շատ գեղեցիկ է, կիրթ ու զարգացած։
իրանից շատ լավ սերունդ դուրս կգան։ Վայ, Նինա, վայ։ Լսի ումից, ինչից, ոնց, երբ ուզում ես ունեցի այդ երեխուն։ Մենակ նորից ժպտա, էլի ուրախ եղի, կլինի։ Իհարկե կլինի։ Ճիշտ ես ասում, էլ ոչ մի արցունք, ես որոշել եմ։ Ոչ մի արցունք, միայն երեխա։ Շատ։ Ողջույն։ Ես հիմա ձեզ կօգնեմ արագ կհավաքեմ։ Չէ, շնորհակալ եմ, ես ինքս։ Բայց գիտեք, չէ, ես էլ ուզում եի այսօր ձեզ այցելել։ Շատ իզուր։ Բայց ինչու՞։ Որովհետև ես մի ամսով արձակուրդ եմ վերցրել։ Ահա, դա բայց կապ չունի, մենք կարող ենք գործից դուրս հանդիպել։ Չէ, չեն կարող, ես քաղաքում չեմ լինելու։ Ստում եք։ Սուտ եք խոսում, դուք քաղաքում եք լինելու, ես ամեն ինչ գիտեմ։ Ինչի չեք ուզում ինձ օգնել, հա։ Եղածը մի երեխա է, ինչի չեք ուզում ինձ օգնել։ Ես ձեզ այդքան գումար եմ վճարել։ Ես էլ դրա դիմաց ձեզ բուժել եմ։ Բայց անարդյունք չէ։ Տեսեք, ինչ եք ուզում ինձանից։ Երեխա։ Երեխա եմ ուզում, չեք հասկանում։ Ես ես կարող եմ լավ առաջարկ անել, ասենք, ինչքան փող ես ուզում կտամ։ Ինչքան ուզես կտամ։ Չէ, դու։ Մի երեխա։ Դուք լրիվ ցնդել եք, դուք դիմեք հոկեբանին, հա, դուք հոկեբանին դիմեք։ Ես ձեզ դիմեցի, ինչ դուրս եկա, որ մի հատ էլ հոկեբանի դիմեմ։ Դուք բժիշկ եք, դուք սիրտ չունեք։ Այսքան սիրտ չունեք։ Բժիշկ։ Իսկ եթե հետևեմ բժշկի խորհրդին ու համաձայնվեմ արհեստական բեղմնավորման տարբերակին, ավելի լավ է զանգեմ հանդիպեմ Մեսրոպյանին, թող ինձ ամեն ինչ այդ բեղմնավորման մասին մանրամասն բացատրի։ Դե Նինա ջան, գնացեք, մտածեք եւ որոշեք։ Չէ, բժիշկ ջան, մտածելու ոչինչ չկա։ Ես ուղղակի պիտի աշխատավայրում մի ամիս արձակուրդ վերցնեմ, որ զբաղվեմ այդ հարցով։ Լավ է, դեպքում կսպասեմ ձեր զանգին։ Շատ լավ, բժիշկ ջան։ Նինա ջան, ներեցեք, դուք մասնագիտությամբ ով եք։ Ես անգլերենի մասնագետ եմ, թարգմանչուհի եմ։ Իսկապես, ներեցեք, կարելի է ձեզ մի բան խնդրել։ Հա, իհարկե, ասեք։ Ես նյութեր ունեմ, որոնք թարգմանելու կարիք ունեն։ Պարզապես նրանք իրենց մեջ ներառում են բժշկական տերմիններ։ Հնարավոր է դա թարգմանել, թե ոչ։ Եթե կարիք կա, իհարկե, ես կթարգմանեմ։ Նինա ջան, եթե ձեզ համար իհարկե դժվար չի, շատ շնորհակալ կլինեմ։ Չէ, ինչ եք ասում, ինչի պիտի դժվար լինի։ Այստեղ կարող եմ գրել։ Այո, գրեք։ Սա իմ էլեկտրոնային հասցեն է, ես հիմա գնում եմ, դուք կարող եք իմ գնալուց հետո ինձ ուղարկել, ես տանը անպայման կնայեմ։ Անչափ շնորհակալ եմ։ Լավ։ Դե լավ, ես գնամ։ Լավ, գնացեք։ Շնորհակալ եմ։ Ես էլ։ Բժիշկ ջան, ես ուզում եմ ներողություն խնդրեմ այն օրվա իմ պահվածքի համար։ Դե ես ուղղակի Նինա ջան, ամեն ինչ շատ լավ է։ Այդպես պատահում է, բոլորի մոտ էլ պատահում է, ստրեսային վիճակ է դա։ Դե լավ, ես գնամ։ Լավ։ Ցտեսություն։ Ցտեսություն Նինա ջան։ Նինան այնքան էր ցանկանում երեխա ունենալ, որ ի վերջո որոշում է դիմել արհեստական բեղմնավորման միջամտությանը։ Այս գործընթացի պատրվակը, ինչպես նաև բժշկի մոտ եղած փաստաթղթերի թարգմանության աշխատանքները հանդիսանում են նրանց հետագա հանդիպումների պատճառը, որոնց ընթացքում Նինան եւ Արամը ակամայից մտերմանում են։ Նինան իրականում շատ էր հավանում բժշկին եւ իր պահվածքով ամեն կերպ փորձում էր դուր գալ վերջինիս։
ես ամեն անգամ փորձում եմ հետաձգել այդ անհետ process-ը, բայց արդյունքում Փաստորեն առիթը բայց ես դաղում բժիշկիդ ամեն անգամ տեսնելու հանդիպելու։ Հա, համարյա տես մի բան։ Բժիշկն ո՞։ Ալո։ Հա, բժիշկ ջան, բարև ձեզ։ Ես լավ եմ, շնորհակալություն, դուք ինչպես եք։ Հա, դե լավ է։ Ես այսօր այդ փաստաթղթերը բոլորը կթարգմանեմ, մինչև երեկո կուղարկեմ։ Լավ։ Ուզում եք գալ իմ տուն։ Բայց ինչի համար։ Գումարային հարցերը քննարկենք։ Չէ, ինչ եք ասում, ինչ գումարի մասին է խոսքը, խրան հարմար է։ Լավ, որպեսզի մենք հիմա չվիճենք, ավելի լավ է դուք իրոք գաք մեր տուն եւ մենք այդ հարցերը կքննարկենք միասին։ Դե կսպասեմ։ Լավ, պակա։ Լսեցի, բժիշկը գալիս է իմ տուն։ Ինչ ես ծիծաղում։ Այ Նինա Չես պատկերացնի ինչ էր հետս կատարվում, գիտես ինչի հաստափված էի կյանքից, չէի ուզում ապրել, բայց հետո հասկացա, որ չկա չարիք առանց բարիքի, ուրեմն տենց էր պետք, որ եղավ։ Շատ ճիշտ ես մտածում Նինա ջան, դու խելացի գեղեցիկ կին ես ու դու մտածի, որ քեզ են կորցրել, ոչ թե դու ես կորցրել։ Ես այդպես էլ մտածում եմ, որ ճիշտն ասամ։ Մի բան անցավ մտքովս, արի խմենք մեր ծանոթության կենացը։ Սիրով։ Շատ լավ գինի է, չէ՞։ Հա, իրոք հիասքանչ գինի է։ Ինչ պատահեց։ Բան հիշեցի։ Հա, ինչ հիշեցի։ Գիտես, երբ որ եկար ինձ մոտ ու պահանջում էի ինձնից, որ ես այնպես անեմ, դե որ դու հղիան ես, էլի։ Հա։ Ինչ եղավ։ Իմ պրակտիկայում դեռ այդպիսի դեպք չէր եղել։ Չէր եղել, հա։ Չէ։ Դե ճիշտ, իսկ մի բան հարցնեմ, ճիշտն ասեք, էլի իմ գնալուց հետո ինչ եք մտածում իմ մասին։ Դե մտածում էի, որ երևի, դե ինչի երևի, դե որ իզուր մերժեցի։ Ասում եք իզուր մերժեցիք։ Դե իսկ միգուցե ուղղեք ձեր իսկ միգուցե ուղղեք ձեր սխալը։ Հա։ Իսկ ինչ եք ուզում սերը որ լինի տղա թե աղջիկ։ Դե ոնց ասեմ, բժիշկ ջան, զույգ եմ ուզում, զույգ։ Հայ ջան, հա, դու պատկերացնում ես, ես փոքրիկ եմ ունենալու վերջապես, ուրախությունից մեռնում եմ արդեն էլ։ Հա, հիմա ամուսնուս հետ գնում ենք միասին մի տեղ նշելու, դու կարող ես մեզ միանաս։ Հա, դե շատ լավ է ուրեմն, լավ, ես քեզ կզանգեմ։ Կյանքս դեմ չես, չէ, որ Էլան մեզ միանա։ Դե իհարկե դեմ չեմ, քաղցր ես։ Լսի, մի բան պիտի ասեմ, լավա հիշեցի, Էլայի քույրը արդեն 3 տարի է երեխա չի կարողանում ունենա։ Բա հետո։ Դե հետո, որ ես առաջարկեցի, որ դիմեն քեզ։
Բայց նայի, հա։ Վերջապես Նինան գտնում է իր երազանքների երջանկությունը։ Նա ամուսնանում է սիրած տղամարդու Արամի հետ եւ կրծքի տակ կրում վերջինիս պտուղը, որը իրականում տեղի էր ունեցել Նինայի եւ Արամի միմյանց հանդեպ զգացմունքների արդյունքում։ Մի քանի ամիս անց նա լույս աշխարհ է բերում երկվորյակների եւ ապրում լիարժեք սիրո ու անկեղծ հարաբերություններից կառուցված ամուր ընտանիքում։ Պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել, պտտվիր, ես քո երգը վաղուց եմ լսել։